Ըստ խնդրի, ֆուտբոլի մրցաշարին մասնակցում է 5 ակումբ, կամայական 2 թիմ խաղում են միմյանց դեմ ուղիղ 2 անգամ։ Պահանջվում է գտնել, կարող է արդյոք պնդումը, թե թիմերից յուրաքանչյուրը հաղթել է այնքան, որքան խաղացել է ոչ ոքի, լինել ճշմարիտ։ Այստեղ ունեմ աղյուսակ, որը շուտով կլրացնենք, բայց եկեք ամենասկզբում հասկանանք, թե առհասարակ քանի խաղ է եղել, եւ երկրորդ, թե յուրաքանչյուր թիմ քանի խաղ է ընդհանուր առմամբ խաղացել։ Դե ընդհանուր խաղերի քանակը Ինչպես ենք առհասարակ հաշվում սա։ Եթե հիշում ենք, մենք ասում ենք, դե խաղերը ինչպես են լինում։ Ահա այստեղ ընտրում ենք առաջին թիմին, այստեղ երկրորդ թիմին ենք ընտրում։ Ու այսպես է կատարվում, առաջին թիմը ընտրելու 5 տարբերակ ունենք, որովհետև դե 5 ակումբ է, երկրորդ թիմը ընտրելու 4 տարբերակ ունենք, եւ քանի որ տեղափոխությունը նույնպես ճշմարիտ է, այսինքն կարող ենք A թիմին այստեղ ընտրել։ Չէ, եկեք այստեղ հռոմեական համարակալելենք, առաջին թիմին կարող ենք այստեղ ընտրել, երկրորդին այստեղ եւ հակառակը, ու դրա համար միշտ բաժանում ենք 2-ի, բայց այստեղ այդ բաժանումը անել պետք չէ, որովհետև յուրաքանչյուր երկու թիմ խաղում են միմյանց դեմ ուղիղ 2 անգամ, այսինքն այսպես հաշվելը հենց մեզ ձեռք է տալիս առաջինը երկրորդի հետ եւ երկրորդը առաջինի հետ։ Ուստի մեր ընդհանուր խաղերի քանակը կլինի 5 անգամ 4 հավասար 20 խաղ։ Շատ լավ։ Իսկ ինչպես հաշվել, թե յուրաքանչյուր թիմ քանի անգամ է խաղացել։ Դե տեսեք։ Յուրաքանչյուր թիմ խաղացել է եւ այստեղ այդ քանակը սկսենք գտնել։ Դե ֆիքսում ենք առաջին թիմը եւ փորձում ենք գտնել, թե ում հետ է նա խաղացել։ Քանի որ 5 ակումբ կա, օրինակ առաջին ակումբը բոլոր այս 4 մնացած ակումբների հետ խաղացել է, այսինքն 4 խաղ կա, բայց յուրաքանչյուրի հետ 2 խաղ է խաղացել, այսինքն 2 խաղ երկրորդի հետ է խաղացել, 2 խաղ երրորդի, 2 խաղ չորրորդի եւ 2 խաղ հինգերորդի, հետեւաբար ուղղակի 2 անգամ 4 հավասար 8 խաղ է ունեցել։ Շատ լավ, այս քանակները հասկացանք ու նկատեք, որ եթե մենք յուրաքանչյուր թիմի այլ թիմերի հետ խաղացած քանակը բազմապատկենք թիմերի քանակով, այսինքն 8 անգամ 5 անենք, մենք սրա կրկնապատիկը կստանանք, այսինքն այստեղ ինչ որ կրկնվող քանակներ կունենանք։ Հետևաբար այս երկուսի մեջ ինչ որ կապ կա, սակայն շատ ակնհայտ չէ այդ կապը։ Լավ, ամեն դեպքում մենք ընդհանուր հասկացանք ինչ իրավիճակ է եղել, ընդհանուր խաղերի քանակը գիտենք եւ գիտենք յուրաքանչյուր թիմ քանի խաղ է խաղացել։ Հիմա եկեք անցնենք այս աղյուսակը լրացնելուն։ Եթե դեմ չեք, այստեղ տառեր կօգտագործենք, բայց տառերը կլինեն ուղղակի ինչ որ նշանակումների համար, ոչ մի ձև դրանք չեն օգտագործվի, ուղղակի ավելի լավ կկարողանանք պատկերը ցույց տալ։ Հիմա, ինչ է մեզ մոտ պնդումը, ինչպես է ձևակերպված պնդումը առհասարակ, թիմերից յուրաքանչյուրը հաղթել է այնքան, որքան խաղացել է ոչ ոքի։ Ենթադրենք, թե առաջին թիմը հաղթել է x1 անգամ։ Դա նշանակում է, որ ոչ ոքի նույնպես խաղացել է x1 անգամ։ Ենթադրենք երկրորդ թիմը հաղթել է x2 անգամ եւ ոչ ոքի նույնպես ակնհայտ է խաղացել է x2 անգամ։ Եվ այսպես շարունակ։ Այս աղյուսակը շարունակենք լրացնել։ Ահա։ Այստեղ x5 եւ այստեղ նույնպես x5։ Հիմա տեսեք ինչպեսի պնդում եմ ես այստեղ անում, քանի հաղթանակ է եղել մեզ մոտ ընդհանուր, այսինքն ընդհանուր հաղթանակների քանակը ահա մեզ մոտ հավասար է x1 գումարած x2 գումարած x3 x4 եւ x5 պետք է հավասար լինի ընդհանուր բոլոր պարտությունների քանակի հետ։ Չէ՞ որ եթե ինչ որ առաջին թիմը x1 անգամ հաղթել է, նա այդ x1 անգամը հաղթել է այս թիմերից որևէ մեկին, այդ որևէ x1 հատին, որովհետև x1 հաղթանակ է ունեցել։ Կարող է սա լինել օրինակ 3։ Ընդհանուր խաղերի քանակը յուրաքանչյուրի պետք է լինի 8, ուստի x1-ը կարող է լինել տեսականորեն 3։ Հիմա եթե 3 հաղթանակ է ունեցել առաջին թիմը, դա նշանակում է, որ նա օրինակ կարողացել է հաղթել երկրորդին մի անգամ հաղթել է երրորդին, մյուս անգամ հաղթել է հինգերորդին։ Ինչն էլ արդեն նշանակում է, որ երկրորդը իր պարտությունների մեջ ունի այդ առաջինի պարտվածը, երրորդը նույնպես իր պարտությունների մեջ ունի այդ առաջինին պարտվածը եւ հինգերորդը նույնպես։
Այսինքն ինչքան հաղթանակ մենք ունենք ընդհանուր, նույնքան էլ պարտություն ունենք ընդհանուր։ Քանակը նույն ընդհանուր պարտությունների քանակին է հավասար։ Եկեք հասկանանք այսպիսի մի պնդում, որ եթե մենք վերցնենք և մեր ընդհանուր հաղթանակների քանակը, այս x1-ից x5-ի գումարը, դրան ավելացնենք ընդհանուր ոչ ոգիների քանակը և ընդհանուր պարտությունների քանակը, մենք կստանանք ընդհանուր խաղերի քանակի կրկնապատիկը։ Եկեք դա նախ այստեղ նշենք ու այնուհետև ասենք, թե ինչու։ Ընդհանուր հաղթանակների քանակին գումարելով ընդհանուր ոչ ոգիների և պարտությունների քանակը կստանանք խաղերի քանակի կրկնապատիկը։ Շատ լավ, ինչ է դա նշանակում։ Դե եթե մենք այս երեսյունները իրար են գումարում ու գիտենք, որ պարտությունների քանակը հավասար է ընդհանուր խաղերի հաղթանակների քանակին, նշանակում է ուղղակի 3 անգամ ահա այս գումարը, նորից չգրանք, մեզ մոտ հավասար պետք է լինի 2 անգամ 20 հավասար 40-ի։ Շատ լավ, որտեղից եկավ սա, ինչպես ես դա հասկացա։ Նկատենք, որ երբ մենք դիտարկում ենք հաղթանակ, մենք նաև դրան համապատասխան պարտություն ենք դիտարկում, ահա այսյան մեջ, ինչպես ասել ենք, որովհետև երկու թիմ իրար հետ են խաղում, այսինքն ցանկացած խաղի ավարտից հետո մեզ մոտ արդյունքը գնում է երկու թիմի մոտ։ Եթե ունեցել ենք հաղթանակ, պարտություն, ապա հաղթանակը գնում է առաջին սյունը, պարտությունը ավելանում է երրորդ սյանը։ Եթե ունենք ոչ ոքի, ապա ավելանում է 2 հատ այս ոչ ոքի սյան մեջ։ Այսինքն յուրաքանչյուր խաղի արդյունք գրելուց հետո մեզ մոտ այս աղյուսակում 2 թիվ է ավելանում, մի դեպքում ահա այսյան մեջ եւ այսյան մեջ, մյուս դեպքում երկուսն էլ ավելանում են հետեւյալ սյան մեջ։ Եվ գումարելով այս բոլոր արդյունքները իրար, չէ՞ որ քանակների մասին էր խոսում, էլի, մենք ստանում ենք ընդհանուր խաղերի քանակի կրկնապատիկը, դե որովհետև յուրաքանչյուր խաղ հաշվել ենք 2 անգամ, կամ 2 անգամ այստեղ ենք հաշվել, կամ մի անգամ առաջին սյան մեջ, մի անգամ երրորդ սյան մեջ։ Այստեղից կարող ենք նկատել, որ 40-ը չի բաժանվում 3-ի։ Քանի որ սա քանակներ էր, այսինքն x1-ից x5-ը մեզ մոտ բնական թվեր էին ու կարող էին նաև լինել 0, նրանք քանակ էին ներկայացնում։ Ահա այս թիվը մեզ մոտ չի կարող հավասար լինել կոտորակային թվի։ Այստեղ նշանք եւ x1-ից x3-ի, կներեք, x5-ի գումարը հավասար է 40-րդ, կարող ենք նույնիսկ սա մաքրել, սա պետք չէ կողմս, ինչը հակասություն է։ Ուստի կարող ենք հստակ նշել, որ պնդումը ճշմարիտ չէ։ Շատ լավ, եկեք ամփոփենք խնդրի լուծումը ու հասկանանք ինչ արեցինք։ Նախ մեր առաջին ամենակարևոր քայլը որն էր։ Մենք ենթադրեցինք, որ պնդումը ճշմարիտ է, այսինքն սկսեցինք հասկանալ, թե ինչ է կատարվում այդ պնդման դեպքում։
Դե ամենասկզբում ընդհանուր խաղերի քանակը գտանք, ինչը հավասար էր 20-ի, այնուհետև գտանք յուրաքանչյուր թիմի խաղացած խաղերի քանակը։ Ու դրանից հետո սկսեցինք նշանակումներ անալ ու նկատենք, որ այս նշանակումները չօգտագործեցինք, դրանք ուղղակի լավ ցույց էին տալիս ինչպիսին է իրավիճակը, քանի որ մեզ մոտ պարտադիր պետք է յուրաքանչյուր թիմի հաղթանակների քանակը հավասար լինի ոչ ոքի քանակի, ըստ այս պնդման։ Մեզ մոտ առաջին թիմը եթե ունի x1 հաղթանակ, ունի x1 ոչ ոքի եւ այդ նույն համապատասխանությամբ գնում ենք մինչեւ 5-րդ թիմի հաղթանակների եւ ոչ ոքիների քանակը։ Մյուս կողմից նկատում ենք, որ բոլոր թիմերի հաղթանակների քանակները, եթե իրար գումարենք, մենք կստանանք բոլոր թիմերի պարտությունների քանակը։ Չէ՞ որ եթե առաջինը հաղթել է, նա հաղթել է ինչ-որ այլ թիմի, օրինակ երրորդին, եւ երրորդի մոտ պարտությունն է համապատասխան գրվել։ Այսինքն, եթե այստեղ եղել է հաղթանակ, դրան համապատասխան պարտություն եղել է երրորդյան մեջ, ու այդպես յուրաքանչյուր հաղթանակի համար։ Հետևաբար, քանի հաղթանակ ունենք, այդքան էլ պարտություն ունենք։ Ու այդտեղից եկանք այս նույնության, եւ որտեղից էլ ստացվեց, եթե այս աղյուսակի բոլոր թվերը իրար գումարենք ճակերտավոր, մենք պետք է ստանանք մեր բոլոր խաղերի քանակի կրկնապատիկը, որովհետեւ հաղթանակների քանակը ցույց է տալիս, ահա այսպիսի խաղերի քանակը, ոչ ոքիների քանակը նույնպես ցույց է տալիս խաղերի քանակը, պարտությունների քանակը նույնպես, այսինքն մենք ունենք հաղթանակ պարտություն զույգ եւ ոչ ոքի զույգ։ Եվ այս բոլոր զույգերն էլ գրվում են համապատասխան կերպով հետևյալ աղյուսակի մեջ, բայց յուրաքանչյուրը ընդամենը յուրաքանչյուր զույգ մի խաղ է ներկայացնում։ Հետևաբար, երբ մենք առանձին կտորներով ենք գումարում, հաղթանակը այստեղից, պարտությունը այստեղից, մի ոչ ոքի այստեղից, մի ոչ ոքի այստեղից, մենք խաղերի քանակը հաշվում ենք 2 անգամ։ Դրա համար այստեղ 20-ը պարտադիր եղավ բազմապատկել 2-ով ու ստացանք 40, բայց իրականում դա ինչ-որ խիստ փոփոխություն չուներ։ Այստեղ կարևորը այն էր, որ արդյունքում ստացվում է, որ մեր ընդհանուր այս սյունում գրված թվերի քանակը պետք է լինի 40-րդ, ինչը մեզ մոտ հակասություն է, որովհետև ստանում ենք, որ քանակ, որը պետք է լիներ մեզ մոտ 0-ից մեծ թիվ կամ 0 հենց, պետք է հավասար լինի 0 լինել չէր կարող, ինչ որ բնական թիվ պետք է լիներ, ահա այս քանակը հավասար է ինչ որ կոտորակային թվի, ինչը հակասություն է, չի կարող քանակը ներկայացվել կոտորակային թվով։ Հետևաբար սկզբնական պնդումն է սխալ, որովհետև մենք այս հակասությանը եկանք նրանից, որ հաղթանակների քանակները հավասարեցրինք համապատասխանաբար ոչ ոքիների քանակների հետ ու ստացանք հետևյալ նույնությունը, ու այդտեղից արդեն եկանք սխալի։ Այսինքն պնդումը սխալ է, այդպիսի պնդում ենք անել չենք կարող, եւ այսքանով այս խնդրի լուծումը կարող ենք ամբողջությամբ ավարտել։